Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակի համերգին ներկայացվել է Բերլիոզի ռեքվիեմը։ Համերգը ղեկավարել է ակադեմիական երգչախմբի երկարամյա ղեկավար Հովհաննես Չեքիջյանը։ Նա երգչախումբը ղեկավարում է 1961 թվականից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տարվա եզրափակիչ տոնական համերգն է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Կատարվել է Սուսերով պարը ջազային մշակմամբ։ Սիմֆոնիկ նվագախումբը եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբը ներկայացրել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները եւ ամանորյա Սուրբ Ծննդյան մեղեդիներ ջազային մշակմամբ։ Դեկտեմբերի 25-ից 27-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել Չինաստանում։ Պեկինի ազգային օպերային թատրոնում նվագախումբը մասնակցել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին Թավջութ անվանակարգում։ Մրցույթն իրականացրել է Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամը չինացի գործընկերների հետ միասին։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի արծիվ սրահում բացվել է Քնարիկ Վարդանյան ժամանակ տարածություն շարժում ցուցահանդեսը։ Այն երկար տարիների լռությունից հետո ականավոր արվեստագետին ներկայացնող նախագիծ է։ Տասնամյակների հարուստ գեղանկարչական ժառանգության մեջ նկարչուհուն առաջ մղող գլխավոր ուժը մշտապես եղել է շարժումը, որով նա ոչ թե պարզապես հետաքրքրված, այլ տարված է եղել։ Ցուցադրությանը ներկայացված շուրջ 50 աշխատանքների մեծ մասը կոլեկցիոներ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուից է, մի շարք ստեղծագործություններ եւ կարեւոր արխիվային նյութեր Հայաստանի ազգային պատկերասրահն է տրամադրել։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2026-ի մարտի 7-ը։ Գրականության եւ արվեստի թանգարանում տեղի է ունեցել լիբանանահայ երգչուհի Կարմեն Աճեմյանի Աշուղներու երգաշխարհ գրքի շնորհանդեսը։ Երգարանը ընդգրկում է 17-րդ դարից սկսած լավագույն աշուղական երգերը։ Շնորհանդեսի մասնակիցները բարձր են գնահատել երգչուհու երկարամյա աշխատանքը աշուղական արվեստը Սփյուռքում հանրահռչակելը։ Համերգային կատարումներով Կարմեն Աճեմյանի հետ միասին ելույթ են ունեցել Սայաթ-Նովա անսամբլի արտիստները, աշուղներ։ Կախարդական մանկական նոր ներկայացում են բեմադրել Սունդուկյանի անվան մայր թատրոնում։ Երեխաներն ու մեծերը կարող են դիտել Ջաննի Ռոդարիի երկնագույննետ հեքիաթի մյուզիկլը։ Բեմադրել է Գոհար Փոքրիկյանը։ Ներկայացումը թատրոնի խաղացանկում է հունվարի 2-ին, 3-ին, 4-ին, 18-ին։ Վիեննա գալա երաժշտական երեկոյի է հրավիրում Արամ Խաչատրյան համերգասրահը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը տոնական երեկո կպարգևի կախարդական հնչյունների եւ վիեննական դյութիչ միջավայրի ներքո։ Կազմակերպիչները խորհուրդ են տալիս ներկայանալ դասական հագուստով։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հունվարի 13-ին ջազային Շչելկունչիկ խորագրի ներքո կկատարի Հոֆմանի Մարդուկ ջարդուկը եւ Մկների թագավորը հեքիաթի մոտիվներով գրված Չայկովսկու բալետը։ Նույն երեկոյի ժամանակ Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի հանրահայտ դասական ստեղծագործության ջազային իմպրովիզներ։ Մրցակցային մթնոլորտում նվագախմբերը տոնական ռիթմ ու էներգիա կպարգևեն հանդիսատեսին։
Ամանորը շատ մոտ է, ձմեռվա արդեն ճանապարհին է, տարին գեղեցիկ սկսելու համար մեզ պետք է մի քիչ։ Հունվարի 10-ին թատրոն տանիքում նախագիծը երեխաներին եւ մեծահասակներին կներկայացնի հրաշագործ Օլիվիան։ Ամանորյա մանկական ներկայացումը սիրո, ընտանեկան տոնի եւ համարձակ ընտրության մասին է։ Փոքրերը տոնական հրաշագործ պատմության ականատեսը կլինեն, իսկ մեծերը կհիշեն ինչպիսին էին փոքր ժամանակ։ Ներկայացման ավարտին կհայտնվի ձմեռ պապը, իսկ երեխաները իրենց նամակները կարող են փոխանցել նրան անգամ հունվարի 10-ին։ Ամանորյա հրաշքի մի մասը դառնալու համար։ Իսկ ձեր նամակները մենք կփոխանցենք ձմեռ պապիկին։ Սուրբ ծննդյան հրաշքներն իրականանում են, եթե հավատում ենք դրանց, հիշեցնում են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից ու առաջարկում են ներկա գտնվել բևեռային ճեպընթաց ներկայացմանը, որը հավատի, երազանքների եւ Սուրբ ծննդյան մասին պատմություն է։ Երեխաները եւ մեծահասակները ներկայացման հերոսներ Թոմի եւ Ջուլիի հետ կուղևորվեն դեպի հյուսիսային բևեռ։ Բևեռային ճեպընթացը Պարոնյանի անվան թատրոնի դերասանները կխաղան հունվարի 2-ից 7-ը։ Բեմադրության հեղինակը Սամսոն Մովսեսյանն է։